Եթե Հայաստանը չլիներ, Ամերիկայի ազատության արձանը չէր լինի, քանի որ պղինձը, որով պատրաստվել է այս արձանը, գիտեք որտեղից են բերել։ Աղթալայի պղնձի հանքից։ Գիտակերտի իմ սիրելի հետևորդը կհարցնի, իսկ ուր են փաստերը։ Այս հարցի պատասխանի համար ես եկա Sirius Capital-ի հիմնադիր Արարատ Մկրտչյանի մոտ, քանի որ նա ունի բացառիկ հավաքածու, որոնց մեջ պարզվում է կա նաև հայկական առաջին օրիգինալ պարտատոմսը, որը թողարկվել է Եվրոպայից ներդրումներ ներգրավելու համար։ Իսկ ինչու է պարտատոմսը ֆրանսերենով։ Արարատն ասաց, որ այդ ժամանակ հանքը շահագործում էին ֆրանսիացիները։ Պարտատոմսի վրա ես տեսա Աղթալայի պատկերը եւ որոշեցի գնալ համեմատել եւ ձեզ ցույց տալ, բերդը ավերվել է թե նույնն է մնացել։ Ցավոք բերդի պատերից միայն մուտքի մասն է մնացել, բայց ներսում շատ հետաքրքիր վայրեր կան, որոնց մասին ձեզ կպատմեմ հաջորդ հոլովակներում։ Իսկ դուք կոմենտներում գրեք, թե որ բերդի մասին նկարենք հաջորդ անգամ։